Գուրգեն Մահարին հայամնատաղանդավոր գրողներից մեկն է։ Իր գործունեությունը սկսել է որպես բանաստեղծ։ 1930-ական թվականներին, երբ սկսվել են ռեպրեսիաները, նրան առաջիններից մեկն են ձերբակալել 1936 թվականին։ Աքսորվել է 2 անգամ։ Երբ առաջին անգամ վերադարձել է աքսորից, 444 օր հետո աքսորել են 2-րդ անգամ։ Վերադառնալով Երևանում եղել է Կասյան փողոցում Պարույր Սևակի հարևանը և ունեցել են բավականին լավ հարաբերություններ։ Նրա վերջի ստեղծագործություններից մեկը, եթե ոչ ամենավերջինը, եղել է վեպ «Այրվող այգեստաններ», ոչ միայն քննադատվել է, այլ նույնիսկ հալածվել է և թողել Հայաստանից հեռացել է, մահացել է Պալանգայում, Լիտվա, կինն էլ լիտվուհի էր։ Գուրգեն Մահարու Վիկիպեդիայի էջը ամենատարօրինակներից մեկն է։ Էջում կա բաժին, որտեղ հավաքված է նրա մասին բացասական խոսքերը, որ ասել են տարբեր գրողներ և գործիչներ, այսինքն մարդուն մահից հետո նույնիսկ հանգիստ չեն թողել։